Ընկերներ ողջունում եմ բոլորին։ Վստահ եմ, որ լավ եք, լավ տրամադրված եք եւ ինչպես շատ մեր հայրենակիցներ ցանկանում եք մի ինֆորմացիա ավելի իմանալ կապված կրիպտո արժույթների հետ, ներդրումների հետ եւ ընդհանուր առմամբ թվային ակտիվների հետ։ Եվ դա ես խրախուսում եմ եւ գնահատում եմ։ Եվ այդ թեմայով այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել բակային հետաքրքիր եւ այսպես հիմնակարային, հա, թեմաներից մեկով altcoin-ներ։ Որոնք են altcoin-ները, հա, ինչպիսի հասկացողություն է դա, հա, altcoin-ներ։ Եվ առհասարակ 10 տարվա կտրվածքով, հա, սպասելիք 10 տարվա ընթացքում արդյոք ապագա ունեն altcoin-ները, թե ոչ, եւ ինչ է տվյալ պահին կատարվում altcoin-ների, այսպես ասած, շուկա, հա։ Ինչ է altcoin-ը։ Ժողովուրդ, altcoin-ը կրիպտո արժույթներում Bitcoin-ից բացի մնացած կրիպտո արժույթներն են։ Այո, Bitcoin-ը առաջին կրիպտո արժույթն էր, որը որ ստեղծվեց Սատոշի Նակամոտոյի կողմից։ Դրանից հետո տարբեր, այսպես ինստիտուցիոնալ ընկերություններ կամ ինվեստորներ, ծրագրավորողներ ստեղծեցին այս կամ այն նպատակներով տարբեր մետաղադրամներ, հա, կրիպտո արժույթներ։ Տվյալ պահին աշխարհում 2 միլիոնից ավել կրիպտո արժույթ գոյություն ունի։ Եվ քանի որ Bitcoin-ը դա դոմինանտ կրիպտո արժույթ է, հա, դրա մասին մենք նույնպես այսօր կխոսենք, հերթը կհասնի։ Ինչու է դոմինանտ, որովհետև շուկայում եղած գումարի ավելի քան 60%-ը միայն Bitcoin-ի մեջ է։ Մնացած կրիպտո արժույթները կոչվում է altcoin։ Ամերիկյան այդ բառակապակցությունից, հա, alternative coins։ Եվ այսպես այլընտրանքային տարբերակ է, հա։ Եվ հարց է առաջանում արդյոք, այսպես ասած, դրանց մեջ կա նպատակ գնելու, այնուհետև թանկ վաճառելու, հա, քանի որ տրեյդինգի ամբողջական միտքը դրա մեջ չէ կայանում։ Գնել, թանկ վաճառել կամ հասկանալ թե կրիպտո արժույթում ինչպիսի ցիկլեր է լինելու։ Եվ այդ առումով ես ուզում եմ ձեզ ցույց տալ, թե որտեղ մենք կարող ենք հասկանալ, թե altcoin-ներում տվյալ պահին ինչ է կատարվում։ Ես տվյալ պահին CoinMarketCap կայքում եմ, որը որ տեղեկատվական կայք է միջազգային, եւ մենք այստեղ altcoin season հատված ունենք, որտեղ որ մենք ինչ ենք տեսնում, մենք տեսնում ենք top 100 altcoin-ները վերջին 90 օրվան։ Եկեք տեսնենք թե ինչպիսի արդյունքներ ա եղել։ Այստեղ մենք տեսնում ենք BIT-ը, որը 543% աճ է գրանցել։ Այստեղ տեսնում ենք DEX-ը 320 4% աճ է գրանցել, լիթը 112% եւ այսպես հերթականությամբ իջնում ենք hype-ը ունենք 45%, որը որ թարմացվում է անկերներ։ Հետևաբար այս շարժի վրա վաստակել են միլիոնավոր ընկերությունների կողմից նշանակված ռոբոտներ, մարդիկ, թրեյդերներ, հա, որովհետեւ եթե այսպես անենք ընկերներ եւ գանք այս հատվածում, մենք ինչ ենք տեսնում ընկերներ։ Ուրեմն գոյություն ունի փաստացի երկու տարբերակ, հա, այսպես, որը կարևոր է, որը որ մարդիկ նաև շփոթում են, հա, տրեյդինգը ինվեստիցիաների հետ։ Ընդհանուր առմամբ կոնտեքստային առումով, այո, տրեյդինգը դրա ինվեստիցիաների ճյուղ է, բայց հիմնակարային առումով ունեն այստեղ մոտեցումների տարբերություններ, հա։ Այստեղ եկեք օրինակի համար նշենք տրեյդինգը Თ տառով եւ ինվեստիցիան ի տառով։ Ուրեմն փաստացի իրավիճակը որն է, հա, ընկերներ, մենք ունենք այստեղ այսպես մի ինչ-որ դիագրամը, հա, գծենք եւ ունենք այս կետը, պայմանական, հա։ Ինվեստորը ինչ է անում, ինվեստորը գնում է զրոական կամ այսպես ասած հարմար վիճակում, հա, ներդրում է կատարում պրոդուկտի մեջ, ընկերության մեջ, սա այդքան էլ էական չի, որպեսզի միտքը հասկանալ։ Ներդրում է կատարում, ենթադրենք պրոդուկտի մեջ, հա, ու գնում է այդ պրոդուկտը, երբ որ օրինակ $100 էր, հա, եւ պլանավորել է եւ վերլուծություն է կատարել, հասկացել է, որ այդ պրոդուկտը տարիներ հետո կամ ինչ որ X ժամանակ հետո արժանալու է վերցնենք $10,000, հա։ Իհարկե այդպիսի, հա, մենք դա որպես օրինակ ենք վերցնում, պարզ է, որ ինվեստորները շատ փոքր անգամ պրոցենտների մեջ են, այսպես եկամտաբերություն գտնում եւ ինքը գնել է վերջ, սպասում է հասնի $10,000, որպեսզի իր ինվեստիցիան աշխատի։ Իսկ տրեյդերը ոչ թե այս սպասելու ժամանակն է օգտագործում, այլ հակառակը։ Ինքը, քանի որ այս պրոդուկտը $100 է եւ պիտի դառնա 10,000, պրոդուկտի արժեքը այսպես տատանվելու է, չէ՞։ Եվ տրեյդերը այս տատանման վրա գումար աշխատում, հա։ Այսինքն ժամանակ չի կորցնում։ Պատկերացրեք մի գնացք, այսպեսի օրինակ բերեմ, որտեղ որ երկու անձ հա վերցնենք, հա։ Մեկ անձը մտնում է ու սպասում է միջև իր կետը հասնելը։ Իսկ այն մյուսը ամեն կանգառին դուրս է գալիս ու ինչ որ մի բան գնում, վաճառում է, էլի հետ է նստում։ Իրենք փաստացի նույն բանն են անում, հա,
Որովհետև trading-ի ամբողջական միտքը թե մենք վերցնենք, դա գնել, այնուհետև թանկ վաճառելու մեջ է, հա։ Եվ սա ինվեստորի ու trader-ի ընդհանուր առմամբ կոնստիտուցիոնալ տարբերության մասին է։ Altcoin-ները ընկերներ, լրիվ ես այսպես ձեզ հետ համաձայն եմ, վերադառնանք այս շարքը, որպեսզի դիտենք, թե altcoin-ները ինչպիսի այսպես ապագա ունեն, հա։ Սա altcoin-ի սեզոնների մասին է, հա, նաև մենք պետք է ինչ անենք, մենք ունենք ցուցիչ, որը մենք միասին trader-ներ, հա, այսպես ասած հաշվի են նստում, դա Bitcoin dominant ցուցիչի մասին է խոսքը գնում, մենք կարող ենք պրոֆեսիոնալ հարթակում, հա, trading view-ում, որոնել B2C.D եւ այստեղ մենք տեսնում ենք, թե շուկայում եղած ամբողջ գումարի քանի տոկոսն է Bitcoin-ով։ Այստեղ մենք տեսնում ենք, որ տվյալ պահին 58 ամբողջ, հա, այսպես 74% գումարը ամբողջ կրիպտոարժույթների շուկայի գտնվում է Bitcoin-ի մեջ։ Սա մեզ բավականին կարևոր ընկերներ ցուցիչ է, որպեսզի հասկանանք, թե օքեյ, իսկ հետաբար մնացած գումարները արդեն altcoin-ների մեջ են, հա, որովհետեւ սա ամենակարևոր փուլն է, որտեվ միլիարդավոր, այսպես դոլարները չեն լքում կրիպտո աշխարհը։ Երբ որ մենք տեսնում ենք, որ կրիպտո արժույթների արժեքը բարձրացել է, բայց պայմանական, Bitcoin-ի դոմինանտության մակարդակը իջել է։ Դա իրենց ներկայացնում է, որ գումարները հոսում են դեպի altcoin-ներ։ Սկսվում է այն, ինչին մենք անվանում ենք altcoin-ների սեզոն, որի հարթակում, որ մենք հիմա ենք, հա, CoinMarketCap-ի altcoin-ների սեզոնի։ Երբ որակյալ նախագծերը մի քանի շաբաթում կարող են աճել 5, 10 կամ նույնիսկ 50 անգամ։ Իրավիճակ, որ մենք տեսնում ենք altcoin-ներում վերջին 100 կրիպտոարժույթների մեջ, որոնք altcoin-ներ են 90 օրվա կտրվածքով, հա։ Ու այստեղ որն է այսպես հատկանշական, հա, այստեղ մենք նաև կարող ենք տեսնել altcoin-ներ, որոնք որ քիչ են աճ ունեցել, որոնց շարքը բավականին այսպես մեծ է կամ որոնք որ հակառակ process-ում են գնացել։ Altcoin-ները, եթե ընկերներ, այսպես 10 տարվա կտրվածքով, հա, եթե 10 տարի առաջ այսպես էնտուզիաստների գործիքներ, այդ տվյալ պահին արդեն ինստիտուցիոնալ ընկերությունների եւ մեծ խաղացողների ներդրողների այսպես ասած ինստրումենտ է դարձել։ Որովհետեւ, հա, ինչպիսիք են օրինակ BlackRock-ը եւ Fidelity-ն, հա, ինչպես մեծ խաղացողներ են Elon Musk-ը կամ մեծ ներդրողները, ներդրում են կատարում, ֆոնդեր են ստեղծում հստակ altcoin-ների մասին, որովհետեւ ամբողջ շուկան բիզնես ուղղություն է, եթե մենք վերցնենք անշարժ գույքը վերցնենք կամ տարբեր բիզնես պրոյեկտներ, դվալ պայն տոկենիզացիայի этап են անցնում։ Եվ սա հենց բուն կապ է ունենալու altcoin-ների հետ, ընկերներ։ Եվ սա հնարավոր է օգտագործել։ Այս ցուցիչները հասանելի են։ Կարճ ասած, գիտելիքը մենք ունենք։ Մի ուրիշ բան է մենք դա կօգտագործենք, թե չենք օգտագործի, հա։ Եվ փաստացի այս վիդեոյի ընդհանուր իմաստը նա է, որ այո, շուկայում լինում է գումար աշխատել, բայց քավ լիցին նրանք ովքեր որ նորեկներ են, ինչ են ասում են, ահա դե կրիպտոարժույթները դա Bitcoin-ն է, ոչ 2 միլիոնից ավել կրիպտոարժույթ գոյություն ունի, ես հիմա որ խոսում եմ, կարող եմ այս ընթացքում կրիպտոարժույթ ստեղծել։ Դուք որ հենց հիմա ինձ լսում եք, կարող եք կրիպտոարժույթ ստեղծել, այո։ Իսկ այն ժամանակ ինչպես էր, գումար կարող են ստեղծել կենտրոնական բանկերը ու պետությունները, չէ։ Իսկ հիմա արդեն կրիպտոարժույթները փոխվում ալգորիթմ է, հա, գումարի էվոլյուցիոնը բնականon, հա, որ դուք կարող եք գումար ստեղծել, հա, եւ վերլուծություններ կատարել ու գումար վաստակել։ Դուք ինքներդ եք որոշում։ Դառնալ ներդրող, trader, հա, որովհետեւ ներդրողն ու trader-ը, ինչպես մենք մի փոքր առաջ հասկացանք, իրենք կատարում են նույն գործարքը, ուղղակի trader-ը արդեն տատանումների վրա կարողանում է գումար վաստակել, հա, որն էլ որ փաստացի trading-ի այսպես ասած մի մաս է կազմում։ Տեսեք, ինչ են առասարակ մեծ ընկերությունները կամ ինստիտուցիոնալ, հա, այսպես ասած ֆոնդերը altcoin-ների մեջ, altcoin-ներ գնում, altcoin-ներ պահում, altcoin-ներով արքուվաճառ կանում, որովհետեւ այստեղ մենք օրինակ կարող ենք ցուցիչ տեսնել, որը 62-ա ցույց տալիս է։ Ինչի համար? Որովհետև նրանք հասկանում են, որ ապագա տնտեսությունը լինելու է, ինչպես ասացի, տոկենիզացված, հա։ Ամեն ինչ, ինչպես ասել եմ, անշարժ գույքից միջև օրինակ արվեստի գործեր, հա, թվայնացվելու եւ շրջանառվելու են altcoin-ների, բլոկչեյնների միջոցով։ Սա շատ կարևոր է հասկանալ altcoin-ների ապագայի մասին, հա, որտեղ այս ամենը լինելու է blockchain-ի վրա altcoin-ների մասով։ Ով տիրապետում է այդ blockchain-ների թոքեններին, նա տիրապետում է ապագա ֆինանսական համակարգի մայրուղիներին։ Միանշանակ ընկերներ։ Եթե 5 տարի առաջ altcoin-ները համարվում էին միայն այսպես, ինչպես ասացի, էնտուզիաստների խաղալիքը, ապա այսօր պատկերը լրիվ այլ է եւ հասանելի է բոլորին։ Altcoin-ների ապագան անհնար է պատկերացնել առանց այսպես 3 հիմնական հիմնասյունների, հա, որոնք հիմա գրավում են աշխարհը։
Առաջինը դա էկո համակարգերն են, հա, հիմնային ցանցերը նույն ինքը, այստեղ եկեք գանք, որպեսզի նաև ձեզ մոտ կարողանաք լավ տպավորվի, հա, այսպես անենք, որպեսզի նշենք մեզ մոտ։ Վերադառնանք այստեղ եւ գրենք առաջինը։ Էկո համակարգեր հիմնային ցանցեր ընկերներ, սրանք այն մայրուղիներն են, որոնց վրա կառուցվում է ամեն ինչ, հա, օրինակ Ethereum-ը, Solana-ն, Near-ը, ինչքան շատ մարդ է օգտվում այս ցանցերից, այնքան ակտիվի արժեքը ավելի է բարձրանում։ Երկրորդը ընկերներ, դա մեզ մոտ արհեստական բանականությունն է, հա, նույն ինքը AI-ը, որը տվյալ պահին ամբողջ աշխարհում եւ իրենց այսպես անմասը չի կազմել նաեւ կրիպտոարժույթների շուկան գրավել են։ Աշխարհում ամենաարագ զարգացող թրենդը ընդհանրապես AI-ն է կազմում, որը եթե համակարծիք եմ, չեմ կարող փաստ ժխտել, հա։ Կրիպտո նախագծերը, որոնք ապահովում են ապակենտրոնացված հաշվարկային հզորություն AI մոդելների համար ունենալու են այսպես տիեզերական աճ ընկերներ։ Եվ երրորդը մեզ մոտ այսպես նշենք, այսպես անենք, դեպիննա, այսինքն այսպես ապակենտրոն կետերը, սա ապակենտրոնացված ֆիզիկական ենթակառուցվածքներն են, հա, եթե հայերեն ասենք, այլ տերմինաբանությունը չտրվելու համար։ Մարդիկ ամբողջ աշխարհում միավորում են իրենց կոշտ սկավառակները, հայերեն ասած, կամ ինտերնետ կապը, վերցնենք ինտերնետ կապը, ստեղծելով հսկայական ապակենտրոնացված ամպային տիրույթներ, cloud storage, հա։ Սա արդեն մրցակցություն է Amazon-ի, Google Cloud-ի հետ։ Այս 3 հիմնական բաները զարգացում են ապրելու եւ հետեւաբար նույն կերպով էլ նաեւ altcoin-ները։ Եվ ընկերներ, այսօրվա որպես վերդիկտը, հա, որպեսզի մենք կարողանանք միասին ֆիքսել։ Այո, altcoin-ներին ասում եմ ֆանտաստիկ աճ, բակային շատ altcoin-ներին տիեզերական աճ է լինելու, top այս 100 կրիպտոարժույթները փոխվելու է ցանկը վստահաբար կարող եմ ասել, եւ մենք տեսնելու ենք ոչ թե 543%, այլ ավելի, ընդհանուր միջև 1000 եւ ավելի։ Այնպես որ ընկերներ, եղեք գրագետ, կրթվեք, օգտագործեք բոլոր տարբերակները եւ հիշեք, որ կրիպտոարժույթների շուկան, թվային ակտիվները այլևս մեր ապագան չեն, այլ ներկանն են։ Եվ այստեղ չկա մրցակցություն։ Եթե ինչ-որ մեկը դրանից էլ ավելի շատ բան գիտի կամ էլ ավելի շատ է վաստակում, ոչ մի կերպ չի խանգարելու ձեզ։ Այնպես որ կրթվեք, եղեք խելացի, եղեք տեղեկացված, ուրախ եի, որ կարողացա հնարավորություն օգտագործել եւ ձեզ հետ մի փոքր կիսվել altcoin-ների թեմայով։ Կարճ ասած, հայ ավարի մի փոքր զրուցել։ Շնորհակալ եմ ընկերներ, իսկ հիմա ուզում եմ ասեմ առայժմ մնացեք բարյավ, վստահ եմ, որ դեռևս կհանդիպենք ու մեծ հույս ունեմ, որ ոլորտի շրջանակներում կատարեք ձեր որոշումը։